Գևորգի սիրտը քարացել էր։ Նրա 35 տարվա կյանքում նման դառնություն չէր զգացել։ Իր ամենամտերիմ ընկերը Հովհաննեսը, ում հետ մանկուց հաց էր կիսել և ում վստահել էր իր ընտանիքի բարօրությունը, դավաճանել էր նրան։ Մի ամբողջ ձեռնարկություն, որը քրտինքով կառուցել էին միասին, փլուզվել էր Հովհաննեսի ագահության պատճառով։ Գևորգը կանգնեցրեց մեքենան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, Զանգվի կիրճի եզրին։ Նրա հայացքը սահեց եկեղեցու հին տուֆե պատերի վրայով, որոնք դարերի լուռ վկաներն էին, և կանգ առավ գմբեթի խաչի վրա։ Ներսում մի փոթորիկ էր, վիրավորանք, զայրույթ և վրեժխնդրության անզուսպ ցանկություն։ Նա պետք է հատուցի, մրմնջում էր նա, պետք է զգա էն նույն ցավը, որը ես եմ զգում, օրենքով, մարդկային դատաստանով, ինչով հնարավոր է։ Երբ ուշ երեկոյան տուն վերադարձավ, նրա կինը Անին, տեսնելով ամուսնու մռայլ դեմքը, զգուշորեն հարցրեց. «Գևորգ ջան, Տերը մեզ հետ է, մի տրտմիր»։ Հիշում ես, պապս միշտ ասում էր, որ ամենադժվար պահին պետք է ավետարանը բացել։ Գևորգը լուռ էր։ Նրա համար այդ խոսքերը հիմա դատարկ էին հնչում։ Ինչ կարող էր ասել Աստծո խոսքը, երբ իր ամբողջ աշխարհը փլուզվում էր մարդկային ստորության պատճառով։ Սիրելի եղբայրներ և քույրեր, եթե ուզում եք ուսումնասիրել Քրիստոսի խորհուրդը, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին գտնենք ճշմարիտ ճանապարհը դեպի հոգու խաղաղություն։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչպե՞ս եք կիրառում ներման մասին Տիրոջ պատվիրանը ձեր կյանքում, երբ ձեզ անարդարացիորեն վիրավորում են կամ դավաճանում։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում։ Քանզի աշխարհի իմաստությունը հաճախ մեզ մղում է վրեժի և հատուցման, բայց Քրիստոսի խորհուրդը բացում է ազատագրման և հոգու իրական խաղաղության դուռը։ Այն միակ ճանապարհն է, որը կոտրված սիրտը կարող է ամբողջացնել։ Գիշերը Գևորգի աչքին քուն չէր մտնում, նա վեր կացավ, մոտեցավ գրապահարանին և հանեց ընտանեկան հին ավետարանը, կաշվե կազմով և արծաթե խաչով։ Նա չգիտեր, թե ինչ էր փնտրում, գուցե արդարացում իր զայրույթի համար, գուցե մի նշան։ Թերթելով էջերը, նրա աչքերը սևեռվեցին Մատթեոսի ավետարանի խոսքերին. «Իսկ ես ձեզ ասում եմ, մի ընդդիմացեք չարին, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու»։ Այդ պահին նա հասկացավ, որ կանգնած է իր կյանքի ամենադժվարին ընտրության առաջ։ Այդ խոսքերը «մյուսն էլ դարձրու» որոտի պես հնչեցին Գևորգի մտքում, խախտելով նրա ներքին աշխարհի բոլոր հիմքերը։ Սա պարզապես խորհուրդ չէր, այլ մի բան, որը հակասում էր մարդկային բնությանը, արդարության մասին նրա ողջ պատկերացմանը։ Հաջորդ օրը, կիրակի, Սուրբ Պատարագից հետո Գևորգն ու Անին մոտեցան իրենց հոգևոր հովվին, Տեր Բարսեղին, մի իմաստուն և բարի քահանայի, ում սպիտակ մորուքն ու խաղաղ հայացքը կարծես դարերի հայ քրիստոնեական իմաստությունն էին կրում։ Նրանք զրուցեցին եկեղեցու բակում, հին խաչքարերի լուռ ներկայությամբ։ «Տեր հայր, ավետարանն ասում է ներել, բայց ինչպես ներել, երբ քեզ դիտավորյալ կործանել են», խոստովանեց Գևորգը։ «Իմ հոգին վրեժ է պահանջում, ոչ թե մյուս այտը դարձնելը»։ Տեր Բարսեղը նրանց ուղեկցեց իր համեստ աշխատասենյակ, որտեղ օդը լցված էր հին գրքերի և խունկի բույրով։ Նա բացեց Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» աշխատությունը և ասաց. «Զավակներս, Տիրոջ խոսքը պետք է հասկանալ ոչ թե մարմնի, այլ հոգու աչքերով։ Լեռան քարոզում Քրիստոս մեզ ցույց է տալիս ոչ թե թուլության, այլ հոգևոր սխրանքի ճանապարհը։ Մյուս այտը դարձնելը չի նշանակում թույլ տալ, որ չարը հաղթանակի։ Դա նշանակում է չարին չարով չհատուցել և այդպիսով կոտրել ատելության անվերջանալի շղթան։ Մեր սուրբ նահատակները գնացին մահվան ոչ թե որովհետև թույլ էին, այլ որովհետև նրանց հավատքի ուժը ավելի մեծ էր, քան իրենց դահիճների սուրը։ Նա պատմեց, թե ինչպես դարեր շարունակ հայ ժողովուրդը բազմաթիվ փորձությունների միջով անցնելով պահպանել է իր հավատքը, ապավինելով հենց այս աստվածային իմաստությանը, որը փոխանցվել է սերնդեսերունդ ընտանեկան ավետարանական ընթերցումների և եկեղեցական քարոզների միջոցով։ Անին լսում էր ուշադիր, նրա սրտում հույսի մի շող արթնացավ։ Սակայն Գևորգի համար այս խոսքերը դեռևս բարձր ու անհասանելի ճշմարտություններ էին։ «Բայց ինչպես սկսել, Տեր հայր»։ «Որտեղից գտնել այդ ուժը», հարցրեց նա, ձայնի մեջ հազիվ զսպելով հուսահատությունը։ Տեր Բարսեղը մատնացույց արեց սեղանին դրված ավետարանը։ «Սկիզբը միշտ նրա խոսքի մեջ է։ Ուսումնասիրեք Լեռան քարոզն ամբողջությամբ, ոչ թե մեկ նախադասություն։ Խորեք յուրաքանչյուր բառի շուրջ, և Տերը կբացի ձեր սրտի դռները»։ Գևորգը գիտեր, որ քահանան ճիշտ էր։ Նա պետք է ինքը գտներ այդ ճանապարհը, և այդ որոնումը սկսվում էր Քրիստոսի խորհրդի ավելի խորը ըմբռնումից։
Տեր Բարսեղի խորհուրդը Գևորգի համար դարձավ փարոս մթության մեջ, բայց այդ լույսի ճանապարհը դեռևս անծանոթ էր ու քարքարոտ։ Հաջորդող երեկոները Գևորգն ու Անին անցկացնում էին միասին, ընթերցելով Լեռան քարոզի գլուխները։ Գևորգը փորձում էր Տիրոջ խոսքը վերլուծել մարդկային տրամաբանությամբ, փնտրելով միջին ճանապարհ, որը եւ կհամապատասխաներ ավետարանին, եւ թույլ կտար պաշտպանել իր արժանապատվությունը։ Մի երեկո նա վճռական տոնով ասաց Անիին. «Ես հասկացա, ես դատի չեմ տա Հովհաննեսին, չարին չարով չեմ հատուցի, բայց ես պարտավոր եմ մեր ընդհանուր գործընկերներին զգուշացնել, որ նա անվստահելի մարդ է։ Դա ոչ թե վրեժ է, այլ պարզապես արդարություն եւ մյուսներին պաշտպանելու քայլ»։ Անին նայեց նրան մտահոգ հայացքով. «Սիրելիս, բայց արդյոք դա քողարկված վրեժխնդրություն չէ, արդյոք դա Քրիստոսի ճանապարհն է, թե մեր մարդկային իմաստության հերթական դրսևորումը»։ Նրանց զրույցը շարունակվեց հաջորդ օրը Անիի պապի, 90-ամյա Վարդան պապի այգում։ Վարդան պապը, ով իր կյանքում տեսել էր եւ պատերազմ, եւ զրկանք, եւ Աստծո անսահման ողորմությունը, լսեց Գևորգի իմաստուն որոշման մասին եւ երկար լռեց, նայելով Արարատի ձյունոտ գագաթին։ Ապա խոսեց հանգիստ, բայց զորավոր ձայնով. «Թոռնիկս, Տերը մեզ չի կոչում անմիտ լինելու կամ թույլ տալու, որ չարը տոնի, բայց մյուս այտը դարձնելը ոչ թե պարտություն ընդունելն է, այլ հոգևոր պատերազմ հայտարարելը չարին, սիրո զենքով։ Երբ դու զգուշացնում ես մյուսներին, դու դեռևս գործում ես այս աշխարհի օրենքներով՝ պատիվ, հեղինակություն, վնաս, իսկ Քրիստոսի խորհուրդը մեզ կոչ է անում բարձրանալ այդ ամենից։ Այն կոչ է անում աղոթել նրա համար, ով քեզ անիծում է, եւ այդ աղոթքն ավելի հզոր զենք է, քան ցանկացած մարդկային դատաստան»։ Հենց այդ պահին Գևորգի հեռախոսը զանգեց։ Նրանց ընդհանուր ծանոթներից մեկն էր։ Խոսակցությունը կարճ տևեց, բայց դրա ազդեցությունը կայծակի հարվածի պես էր։ Հովհաննեսը, չբավարարվելով գործը կործանելով, հիմա ամենուրեք լուրեր էր տարածում, թե իբր Գևորգն է եղել մեղավորը, որ նա է յուրացրել գումարները եւ փորձում է մեղքը բարթել իր վրա։ Սա արդեն ապտակ չէր, սա հարված էր սրտին։ Գևորգը գունատվեց։ Նրա մարդկային ծրագիրը փլուզվեց, նախքան սկսվելը։ Այժմ Տիրոջ խոսքը ոչ թե գրքի էջերում էր, այլ իր առջև, որպես կրակե փորձություն։ Նա հասկացավ, որ մինչ այդ պահը նա ընդհանրապես կարդում էր Քրիստոսի խորհրդի մասին, իսկ այժմ պետք է սովորել ապրել դրանով։ Հովհաննեսի զրպարտությունը սառը ջրի պես լցվեց Գևորգի հոգու մեջ, մարելով նրա վրդովմունքի վերջին կայծերը եւ թողնելով միայն անօգնականության սառցե զգացում։ Նա որդեգրեց քարացած լռություն, որոշելով ոչ մի կերպ չպատասխանել, չարդարանալ, չպաշտպանել իր անունը։ Նա հավատում էր, որ սա է Տիրոջ խորհրդի ճշմարիտ կատարումը, ամբողջական ինքնազոհաբերություն եւ լուր տառապանք։ Սակայն աշխարհը չէր հասկանում հոգևոր սխրանքի լեզուն։ Առաջինը զանգահարեցին նրանց 2 տասնյակ տարվա գործընկերները, պահանջելով բացատրություններ։ Գևորգի լռությունը նրանք ընդունեցին որպես մեղքի խոստովանություն։ Հետո սկսեցին զանգել բարեկամները։ Նրա հորեղբայրը Սուրենը, մի պահպանողական եւ հարգված մարդ, եկավ նրանց տուն առանց զգուշացնելու։ Նրա դեմքը խիստ էր, իսկ խոսքերը կտրուկ։ «Ինչ ես անում, տղա», ասաց նա, նստելով հյուրասենյակում, «մեր տողմի անունը ցեխն ես գլորում։ Քրիստոնեությունը հիմարություն չէ, պաշտպանիր քո պատիվը, քո ընտանիքի բարի համբավը։ Ինչ կմտածեն մարդիկ, կասեն Վարդանյանների տղան գող է ու վախկոտ»։ Գևորգի համար յուրաքանչյուր նոր օրը դառնում էր ավելի ցաներ։ Նրա որոշումը բառացիորեն հետևել Քրիստոսի խոսքին նրան ոչ թե խաղաղություն էր բերում, այլ մեկուսացում եւ նվաստացում։ Նա կորցնում էր ոչ միայն իր ֆինանսական միջոցները, այլև այն մարդկանց վստահությունը, ում համար թանկ էր։ Նույնիսկ Անին, ով միշտ նրա հավատքի ամուր հենարանն էր, սկսեց կասկածել։ Մի երեկո նա զգուշորեն հարցրեց. «Գևորգ, գուցե մենք սխալ ենք հասկանում Տիրոջ խորհուրդը։ Գուցե ներելը չի նշանակում թույլ տալ, որ սուտը հաղթանակի եւ կործանի մեզ»։ Այդ հարցը Գևորգի համար ամենացավոտն էր, քանի որ նույն կասկածը սկսել էր կրծել նաեւ իր սիրտը։ Նրա հավատքը վերածվել էր համառության, իսկ հոգևոր ճանապարհը փակուղու։ Մի անձրևոտ երեկո, երբ հերթական մերժումից հետո նա վերադարձավ տուն, նրա հոգին լցվեց անսահման հուսահատությամբ։ Նա նստեց իր աշխատասենյակում, բացված ավետարանի առջև։ Նրա հայացքը սահում էր նույն տողերի վրայով, որոնք սկզբում նրան հույս էին ներշնչել, բայց այժմ դրանք թվում էին անհասանելի, նույնիսկ դաժան։ «Տեր», մրմնջաց նա կիսաձայն, «ես արեցի այն, ինչ դու պատվիրեցիր։ Ես դարձրի մյուս այտը, ես լռեցի զրպարտության դեմ, բայց իմ կյանքը փլուզվում է։ Սա էր քո խոստացած խաղաղությունը։ Արդյոք ես սխալ եմ հասկացել քո խոսքերի իրական իմաստը»։
Նրա հոգում հավատքի և կասկածի միջև սկսվել էր մի պատերազմ, որի ելքից էր կախված նրա ողջ հետագա կյանքը։ Նրա հոգում հավատքի և կասկածի միջև սկսված պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Գևորգը նստած էր լուռ, հայացքը սևեռած ավետարանի բաց էջին, բայց տարրերն ասես լողում էին նրա աչքերի առաջ, կորցնելով իրենց իմաստը։ Նրա հոգին դատարկ էր, աղոթքն անզոր։ Նա զգում էր, որ հասել է իր հավատքի սահմանագծին։ Եվ հենց այդ լիակատար հուսահատության, այդ հոգևոր լռության պահին, երբ նրա սեփական միտքը վերջապես լռեց, միտքը եկավ ոչ թե դրսից, այլ ասես ծնվեց նրա սրտի խորքից, հանկարծակի, սրտաշարժ պարզությամբ, նա հասկացավ. Քրիստոսը երբեք չէր խոսել արտաքին գործողության մասին։ Նրա ողջ ուսմունքը, լեռան քարոզի յուրաքանչյուր խոսք, ուղղված էր ոչ թե մարդու ձեռքերին կամ այտերին, այլ նրա սրտին։ Մյուս այտը դարձրու նշանակում էր ոչ թե թույլ տուր, որ քեզ նորից հարվածեն, այլ թույլ մի տուր, որ նրա հարվածը քո սրտում ատելություն ծնի։ Թույլ մի տուր, որ մեկ ուրիշի չարությունը դառնա քո ներքին աշխարհի տերը։ Ապտակը տևում է մի ակնթարթ, բայց վիրավորանքն ու վրեժի ցանկությունը կարող են թունավորել հոգին տարիներ շարունակ։ Տերը երբեք չի պահանջել դառնալ անպատիվ զոհ կամ անօգնական թիրախ։ Նա պահանջում էր անհամեմատ ավելի դժվար բան՝ դառնալ հոգեպես անպարտելի, լինել այնքան ազատ ներսում, որ ոչ մի արտաքին վիրավորանք չկարողանա քեզ ստրկացնել ատելության շղթաներով։ Այս գիտակցումից Գևորգի ուսերից կարծես դարերի բեռ ընկավ։ Նա հասկացավ իր սարսափելի սխալը։ Նա փորձում էր կատարել Տիրոջ պատվիրանը, մնալով հին մարդը, հպարտ, իր արդարացիությունը փնտրող, իր պատիվը գաղտնի պաշտպանող։ Նրա լռությունը ոչ թե ներում էր, այլ համառության և հոգևոր մեծամտության դրսևորում։ Նա չէր ներել Հովհաննեսին, նա պարզապես դադարել էր պայքարել նրա դեմ արտաքին աշխարհում, շարունակելով պատերազմը սեփական մտքում։ Այժմ նա տեսնում էր ամեն ինչ նոր լույսի ներքո։ Նրա հորեղբոր խոսքերը պատվի մասին, հասարակության կարծիքը, նույնիսկ իր սեփական տառապանքը, այս ամենը պատկանում էր այն աշխարհին, որտեղ մարդիկ ստրուկ են իրենց վիրավորանքների։ Իսկ Քրիստոսը նրան կանչում էր ազատության, իրական ազատության, որը սկսվում է սրտի խորքում, ներելու և աղոթելու կարողությունից նրա համար, ով քեզ կործանում է։ Այդ պահին Գևորգի աչքերից արցունքներ հոսեցին ոչ թե վշտի կամ հուսահատության, այլ անսահման երախտագիտության և ազատագրման արցունքներ։ Նա առաջին անգամ հասկացավ Տիրոջ խորհրդի աստվածային հանճարը։ Հաջորդ առավոտ նրա դեմքին մի նոր խաղաղություն կար, որը չէր կարող խախտել ոչ մի արտաքին փոթորիկ։ Երբ նա իր հայտնությունը կիսեց Անիի հետ, կինը լուռ նայում էր նրան, և նրա աչքերում փայլատակեց ոչ միայն սեր, այլև խորը հարգանք։ «Դու ճիշտ ես», շշնջաց նա, «մենք այնքան էինք կենտրոնացել ապտակի վրա, որ մոռացել էինք սրտի մասին։ Քրիստոսը բժիշկ է, ոչ թե դատավոր»։ Այդ օրվանից նրանց միջև ծնվեց մի նոր, ավելի խորը հոգևոր միություն։ Սակայն ոչ բոլորն ընդունեցին այս ճշմարտությունը նույն ոգևորությամբ։ Երբ Գևորգը զրուցեց Վարդան պապի հետ, իմաստուն ծերունին երկար լռելուց հետո գլխով արեց. «Հոգևոր ճանապարհը նման է լեռ բարձրանալուն, թոռնիկս», ասաց նա։ «Երբեմն պետք է հասնես անդունդի եզրին, որպեսզի գտնես ճիշտ արահետը, դու գտար այն»։ Բայց Սուրեն հորեղբայրը լսեց նրան թերահավատ ժպիտով. «Շատ գեղեցիկ փիլիսոփայություն է, Գևորգ, բայց այս աշխարհում պատիվը և բարի անունը նույնպես արժեք ունեն։ Քո ներքին ազատությունը հաց չի դնի սեղանին և չի վերականգնի մարդկանց վստահությունը»։ Նրանց միջև մի սառը պատ առաջացավ, հոգևոր ըմբռնման և աշխարհիկ իմաստության միջև։ Ամենազարմանալի արձագանքը եկավ Տեր Բարսեղից։ Երբ Գևորգը եկեղեցում պատմեց նրան իր հոգևոր ներթափանցման մասին, քահանայի աչքերը փայլեցին։ «Փառք Աստծո, զավակս», ասաց նա, «դու հասկացար այն, ինչ շատերը չեն հասկանում ողջ կյանքում։ Հայ եկեղեցու հայրերը դարեր շարունակ սովորեցրել են, որ Քրիստոսի պատվիրանները ոչ թե արտաքին կանոններ են, այլ ներքին բժշկության բանալիներ։ Դու այլևս զոհ չես, դու հոգևոր զինվոր ես»։ Այս խոսքերը Գևորգին տվեցին նոր ուժ։ Նա հասկացավ, որ այժմ սկսվում է ամենադժվարը։ Մի բան էր հասկանալ ճշմարտությունը, բոլորովին այլ բան՝ ապրել դրանով։ Նա պետք է գործեր։ Բայց ինչպե՞ս։ Նա որոշեց իր առաջին քայլն անել ոչ թե պաշտպանվելով կամ արդարանալով, այլ մի բան անելով, որը հակասում էր մարդկային ըմբռնման և աշխարհիկ իմաստության միջև։ Ամենազարմանալի արձագանքը եկավ Տեր Բարսեղից։ Երբ Գևորգը եկեղեցում պատմեց նրան իր հոգևոր ներթափանցման մասին, քահանայի աչքերը փայլեցին։
«Փառք Աստծո զավակս», ասաց նա, «դու հասկացար այն, ինչ շատերը չեն հասկանում ողջ կյանքում»։ Հայ եկեղեցու հայրերը դարեր շարունակ սովորեցրել են, որ Քրիստոսի պատվիրանները ոչ թե արտաքին կանոններ են, այլ ներքին բժշկության բանալիներ։ Դու այլևս զոհ չես, դու հոգևոր զինվոր ես։ Այս խոսքերը Գևորգին տվեցին նոր ուժ։ Նա հասկացավ, որ այժմ սկսվում է ամենադժվարը։ Մի բան էր հասկանալ ճշմարտությունը, բոլորովին այլ բան ապրել դրանով։ Նա պետք է գործեր, բայց ինչպես։ Նա որոշեց իր առաջին քայլն անել ոչ թե պաշտպանվելով կամ արդարանալով, այլ մի բան անելով, որը հակասում էր մարդկային ողջ տրամաբանությանը։ Նա որոշեց գնալ եւ հանդիպել Հովհաննեսին։ Այն որոշումը, թե պետք է գնալ եւ հանդիպել Հովհաննեսին, Գևորգի տանը ընդունվեց լուռ անհանգստությամբ։ Անին, չնայած ամուսնու հոգևոր հայտնությանը լիովին հավատում էր, չէր կարողանում թաքցնել իր վախը։ Իսկ եթե նա քեզ վնասի։ Եթե նորից սադրանքի դիմի, հարցրեց նա, երբ Գևորգը հագնում էր վերյարկուն։ Գևորգը վերցրեց նրա ձեռքերը եւ հանգիստ նայեց աչքերի մեջ։ Նա այլևս ինձ չի կարող վնասել սիրելիս, որովհետև ես նրան այլևս թույլ չեմ տալիս իմ սրտում ապրել։ Ես գնում եմ ոչ թե նրա, այլ իմ ազատության համար։ Ճանապարհին դեպի Հովհաննեսին նոր, շքեղ գրասենյակ, որը նա հիմնել էր նրանց ընդհանուր ընկերության փլատակների վրա, Գևորգի միտքը 1000 անգամ փորձեց նրան հետ պահել։ Հին վիրավորանքները, զրպարտության ցավը, կորցրածի դառնությունը ալիքների պես բարձրանում էին նրա հոգում։ Բայց այժմ նա զենք ունել դրանց դեմ, աղոթքը։ Նա չէր խնդրում Աստծուն պատժել Հովհաննեսին կամ վերականգնել արդանությունը։ Նա խնդրում էր միայն մի բան. «Տեր, ուշ տուր ինձ նրա աչքերի մեջ նայելիս տեսնել ոչ թե թշնամու, այլ քո մոլորված զավակին»։ Երբ նա առանց զգուշացնելու մտավ Հովհաննեսի աշխատասենյակ, նրա նախկին ընկերը վայրկենապես գունատվեց, ապա դեմքին հայտնվեց ամբարտավան ու պաշտպանական արտահայտություն։ «Ինչ ես այստեղ անում», կոպիտ հարցրեց նա, վեր կենալով սեղանի մոտից։ «Եկել ես սպառնալու»։ Գևորգը հանգիստ փակեց դուռը եւ մի քանի քայլ առաջ արեց։ Նրա հայացքի մեջ չկար ոչ զայրույթ, ոչ մեղադրանք, այլ միայն մի խորը, անսպասելի տխրություն։ «Ոչ, Հովհաննես, ես եկել եմ ոչ թե սպառնալու, այլ ներողություն խնդրելու»։ Հովհաննեսը քարացավ, ականջներին չհավատալով։ «Ներողություն, դու ինձնից»։ «Այո», շարունակեց Գևորգը նույն հանգիստ ձայնով։ «Ես ներողություն եմ խնդրում, որ իմ սրտում ամիսներ շարունակ ատելություն եմ կրել քո հանդեպ։ Ես ներողություն եմ խնդրում, որ թույլ տվեցի քո արարքին ինձ թունավորել եւ դարձնել դառնացած մարդ։ Այնինչ դու արեցիր, Աստծո եւ քո խղճի դատին է, բայց այնինչ ես զգում էի, իմ մեղքն էր։ Եվ ես այսօր եկել եմ քեզ ասելու, որ ես ամբողջ սրտով ներում եմ քեզ։ Ոչ թե որովհետև դու արժանի ես, այլ որովհետև ես այլևս չեմ ուզում լինել ատելության գերին։ Այս խոսքերից հետո սենյակում խորը լռություն տիրեց։ Հովհաննեսը կանգնել էր շփոթված, անզեն։ Նա պատրաստ էր հարվածի, վեճի, մեղադրանքի, բայց ոչ սրան։ Գևորգի խոսքերը քանդեցին նրա պաշտպանական բոլոր պատերը, նրան թողնելով մենակ իր սեփական արարքի հետ։ Գևորգը ոչինչ այլևս չասաց։ Նա շրջվեց եւ դուրս եկավ սենյակից, իր հետ տանելով մի աննկարագրելի թեթևություն։ Նա առաջին անգամ ամիսներ շարունակ իսկապես ազատ էր։ Գևորգը դուրս եկավ Հովհաննեսի գրասենյակից, իր հետ տանելով մի աննկարագրելի թեթևություն։ Նա առաջին անգամ ամիսներ շարունակ իսկապես ազատ էր։ Հաջորդող շաբաթները ցույց տվեցին, որ այդ ազատությունը ոչ թե պարզապես զգացողություն էր, այլ ստեղծագործ ուժ։ Մինչդեռ Հովհաննեսի համար Գևորգի այցը դարձավ դժոխքի սկիզբը։ Ներումը, որին նա արժանի չէր, ավելի ծանուր բեռ էր, քան ցանկացած մեղադրանք։ Նրա խիղճը չէր լռում, նրա հաջողությունը դարձել էր անհամ, իսկ հարստությունը դատարկ։ Մի երեկո, չդիմանալով ներքին տանջանքներին, նա զանգահարեց Գևորգին։ Նրանք հանդիպեցին մի հասարակ սրճարանում։ Հովհաննեսը նստած էր գլխիկոր, նա այլևս ամբարտավան հործարար չէր, այլ կոտրված մարդ։ «Ես չեմ կարողանում ապրել, Գևորգ», խոստովանեց նա հազիվ լսելի ձայնով։ «Քո ներումն ինձ սպանում է։ Ես պատրաստ եմ ամեն ինչի, հանձնել ոստիկանությանը, վերադարձնել ամեն լուման, ինչ գողացել եմ։ Պարզապես ասա, ինչ անեմ»։ Գևորգը նայեց նրան, եւ նրա սրտում կար միայն կարեկցանք։ Նա հասկացավ, որ տիրոջ խորհրդի ուժը ոչ թե պարտվելու, այլ հոգիներ բժշկելու մեջ է։ «Ոստիկանությունը քեզ չի բուժի, Հովհաննես», ասաց Գևորգը, «իսկական բուժումը քո ապաշխարությունն է։ Ես քեզնից ոչինչ չեմ ուզում, բայց եթե ուզում ես խաղաղություն գտնել, գնա եւ ուղղիր այն վնասը, որ հասցրել ես ոչ միայն ինձ, այլև մեր բոլոր գործընկերներին, ում վստահությունը դու խաբել ես»։ Այդ խոսակցությունը դարձավ շրջադարձային բոլորի համար։
Հովանեսը վաճառեց իր ողջ ունեցվածքը և սկսեց հատ առ հատ վերադարձնել մարդկանց կորուստները։ Դա երկար և նվաստացուցիչ ճանապարհ էր, բայց նա առաջին անգամ իր կյանքում խաղաղություն գտավ։ Գևորգը, ազատված անցյալի բեռից, իր փոքրիկ միջոցներով հիմնեց նոր գործ, որը կառուցված էր ոչ թե մեծ շահույթի, այլ ազնվության և վստահության վրա։ Մի քանի տարի անց նրա ձեռնարկությունը դարձավ հաջողակ և հարգված։ Սուրեն հորեղբայրը մի օր այցելեց նրան և, նայելով նրա խաղաղ դեմքին, խոստովանեց. «Ես սխալվում էի, տղաս։ Քո հոգևոր ուժը 1000 անգամ ավելի արժեքավոր գանձ է, քան աշխարհի ողջ պատիվը»։ Գևորգն ու Անին շարունակեցին իրենց կյանքը, իրենց երեխաներին սովորեցնելով, որ իսկական հաղթանակը ոչ թե թշնամուն հաղթելն է, այլ սեփական սրտում չարությանը հաղթելը։ Գևորգի պատմությունը դարձավ մի փոքրիկ առակ նրանց համայնքում։ Այն ցույց տվեց, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե անիրագործելի իդեալ է, այլ ամենագործնական և հզոր ճանապարհը դեպի իրական խաղաղություն և ազատություն։ Իսկ դուք, սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպես կկիրառեիք Տիրոջ այս խորհուրդը ձեր կյանքում։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, քանզի Քրիստոսի իմաստությունը բացահայտվում է, երբ մենք միասին ենք փնտրում այն։ Քրիստոսը